Հայաստանի քաղաքացիները չգիտեն ինչ է տեղի ունեցել եւ տեղի ունենում պետական պահպանության ծառայության շենքի տարածքում, բայց վստահ են ստեղծված իրավիճակը հասունացել է անարդարության պատճառով։ Ժողովրդի բողոքը արդար է, շատ վաղուց պիտի լիներ։ Ազատամարտիկները կռված են, իրանք էլ են ուզում, չէ՞, ինչ որ խնդրի լուծում, իրանք էլ լավ ապրեն, իրանք երեխաները, այսօր սոված երեխաներ շատ կան։ Չի կարելի թողնել սահմանի խնդիրները, Արցախի հարցը թողնել եւ այսպեսի հարցեր առաջ քաշել ու մեր երեխեքի հաշվին են անում այս ամբողջը։ Ժողովրդի կյանքը լավ չի դրանից։ Զինված մեթոդներով ելք չեմ տեսնում, բայց ամեն մեկը ընտրության իրավունք ունի, այդ մարդիկ են ընտրել։ Արդեն 4 օր է անցել, բայց իրավիճակի մասին լուր է ոստիկանապետը ժողովրդի առաջ հանդես չի եկել, նաև Սերժ Սարգսյանը։ Երկրի ղեկավարը պետք է ելույթ ունենա, այդ հարցերը իրանց էլ է կախված էլի, որ ամեն ինչ խաղաղությամբ անցնի, արյունահեղություն չլինի։ Նա օրենքով պետք է դուրս գա հիմա ազգի առաջ, ասի որ այս է վիճակը։ Թե ինչու պարոն նախագահան այսօր ձեն չի անում, գիտեք մի բան կասեմ ձեզ, մեղքերը շատ են իրեն վրա, թող Աստված օգնի իրեն, որ ինքը սկսի ապաշխարել։ Ամեն ինչով դեմ եմ իշխանությունների գործողությունը, բայց այս պահին, կոնկրետ այս պահին ամեն ինչ արվում է շատ քաղաքակիրթ, շատ նորմալ մակարդակով։ Ժողովրդի կողմից չի, դրա համար չկա։ Չգիտեմ, էլի երկիր կա, որ 3 արդեն 4 օր sense վիճակում լինի ու երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ մի հայտարարություն չի։ Պայթյունավտանգ իրավիճակը հաղթահարելու հարցում քաղաքացիներն ակնկալում են падգամավորների միջնորդական ջանքերը, սակայն անցած օրերը ցույց տվեցին, որ միայն մի քանի падգամավոր են ակտիվ։ Այդ եզակիներից մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Նման մարդիկ շատ պետք է հայտ գան սովորությամբ եւ լինեն նրանց կողքին, որ արյունահեղություն չլինի։ Անհատներին ես չեմ էլ հավատում։ Ես երբեմն սկսում եմ հասկանալ, որ դրանք բոլորը մանիկեններ են, ու ինչ որ մեկը դրանց տեղեր ուղղակի հերթականությամբ փոխում է։ Միգուցե կվազի ինդիմություն են, նրանք ինչ պատճառներով չեն կարողանում բարձրաձայնել իրենց ոչ համամիտությունը կամ ինչ որտեղ երևի փորձում են հələ իրավիճակին ծանոթանան հերվից։ Բանակցություններն ապստամբների ու իշխանությունների միջև այսօր էլ շարունակվում են։ Երևանցիների համար հստակ է խնդիրը պետք է լուծվի բացառապես առանց արյուն թափելու։